Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ։ Մարտի 17-ին տեղի է ունեցել Ստեփանավանի հրշեջ-փրկարարական նոր կայանի բացման արարողությունը, որին մասնակցում էր ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Ներկայ էին Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, փրկարարծառայության տնօրեն ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, փրկարարծառայողներ։ Ներքին գործերի նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը Ստեփանավանի հրշեջ-փրկարարական կայանի կառուցման գործում ցուցաբերած օժանդակության համար։ Նա աղետներին դիմակայունության բարձրացման համատեքստում կարևորել է Միացյալ Նահանգների գործընկերների հետ շարունակական համագործակցությունը, որի շրջանակում նման հենակետեր են կառուցվել նաև հանրապետության 6 համայնքներում։ Արփինե Սարգսյանը նշել է, որ Ստեփանավանում հրշեջ-փրկարարական կայանի գործարկումը կարևոր նախաձեռնություն է մի կողմից թույլ տալով փրկարարծառայողներին արտակարգ իրավիճակներում ապահովել արագ արձագանքում, լինելով ավելի մոտ մեր հանրությանը, մյուս կողմից արժանապատիվ աշխատանքային պայմաններ ապահովելով հենց ծառայողների համար։ Կառավարությունը աղետների ռիսկի կառավարման տրամաբանության մեջ լիովին նոր ռազմավարական մոտեցումներ է որդեգրել, որոնք պիտի մեզ օգնեն ոչ միայն կենտրոնանալու փրկարարական աշխատանքի վրա որպես արձագանքման կարևոր բաղադրիչ, այլ նաև գալով սկզբից ըստ էության գնահատելով առկա ռիսկերը, հասկանալու համար թե ինչպիսի վաղազդարման համակարգեր կարող ենք ունենալ, հետո գալ դեպի արձագանքումը եւ նաև հետաղետային վերականգնումը, որը թույլ պիտի տա աղետի ռիսկի կառավարման ցիկլում ավելի արդյունավետ գործել։ Նախարարի խոսքով փրկարարի առաքելությունը ապրելու, աշխատելու եւ ճամփորդելու համար Հայաստանն առավել ապահով դարձնելն է եւ այդ համատեքստում կարեւոր են թե ծառայությունում ինստիտուցիոնալ փոփոխությունները, թե ստորաբաժանումների նյութատեխնիկական հագեցվածությունը։ Մատնանշելով Լոռու եւ Տավուշի մարզերում տեղի ունեցած աղետի հաղթահարման փորձը, նախարարը նշել է, որ այն փրկարարծառայության օպերատիվ արձագանքման կարողությունները գնահատելու համար առանձնահատուկ օրինակ է։ Արփինե Սարգսյանն անդրադարձել է նաեւ փրկարարների մասնագիտական կարողությունների շարունակական կատարելագործմանը, մարզում կամավորական հրշեջ-փրկարարական ջոկատի ձևավորմանը։ Նախարարը արձանագրել է, որ ջանք չի կարող խնայվել եւ չի խնայվում 911 փրկության հեռախոսահամարով դիմողին փրկությունը հնարավորինս արագ հասցնելու համար։ Այս հրշեջ-փրկարարական կայանը կարծում եմ Ստեփանավանի եւ մոտակա համայնքների բնակավայրերի համար հնարավորություն է, որպեսզի արտակարգ իրավիճակներին հնարավոր լինի ավելի արագ արձագանքել։ Կայանի բացման արարողությանը երկու պարով հանդես են եկել SOS մանկական գյուղեր հայկական բարեգործական հիմնադրամի սաները։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը եւ Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինը շրջել են տարածքում, ծանոթացել շենքային պայմաններին, ծառայողների հանգստի եւ կապի սենյակների հագեցվածությանը, տեխնիկական ու գույքային համալրվածությանը։